Արտաշատի ավագ դպրոցն է, տանիքին տեղադրված այս սարքը մեր երկրին ամերիկյան Starlink ընկերության նվիրաբերած 100 տերմինալներից մեկն է, որը ուսումնական հաստատությանն ապահովում է ինտերնետ կապով։ Սարքը տեղադրվել է մոտ 3 շաբաթ առաջ, փոփոխությունը ըստ տնօրենի ակնհայտ է։ Ունեցել ենք ինտերնետային կապ, որը բավականին թույլ է եղել Starlink ընկերության սարքը տեղադրելուց հետո գերարագ ինտերնետային կապ ունենք։ Արհեստական բանականության խումբ ունի դպրոցը եւ դասապրոցեսը կազմակերպվում է համակարգչային սենյակում եւ ունեն բոլոր հնարավորությունները օգտվելու ինտերնետային կապից Starlink-ի տրամադրած։ Նազենի Խաչատրյանը, որ արհեստական բանականության սերունդ ծրագրի սովորողներից մեկն է, նշում է, որ որակյալ ինտերնետ կապը անհրաժեշտ էր իրենց դասերի համար։ Մենք ինտերնետը օգտագործում ենք ուսումնական նպատակներով, այսինքն որպեսզի սովորենք Python եւ այլ ծրագրավորման լեզուներ։ 100 տերմինալներից մեկն էլ տեղադրվել է Անդրանիկ Մարգարյանի անվան համար 29 ավագ դպրոցում։ Սարքավորումը ստացել էին 10 օր առաջ, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով 3 են տեղադրել։ Որոշեցինք տեղադրել սարքը կոնկրետ մեր դպրոցի պարագայում դահլիճում, որտեղ մենք միշտ խնդիրներ էինք ունենում ինտերնետի հետ կապված, իր տեղի վայրից կախված, այսինքն ինքը ավելի խորն է, պադվալային է եւ միշտ այստեղ խափանումներ էր լինում, իսկ հիմա մենք արդեն ունենք 100% ինտերնետ կապ։ Դպրոցի տնօրենի խոսքով դահլիճում տարբեր միջոցառումներ եւ նախագծեր են իրականացնում, որոնց ժամանակ ինտերնետ կապի անհրաժեշտություն է լինում։ Սա սարքն է, որի միջոցով արդեն դուրս է գալիս այստեղից Wi-Fi-ը, խաղեր կարող են կազմակերպել, որպեսզի շատ մարդիկ օգտվեն ինտերնետային ինչ-որ հարցումներ բան, ինքը ամբողջը ապահովում է այս սարքի միջոցով, իսկ մնացածը արդեն տանիքում է, որը գալիս միանում է։ Պետական բոլոր շուրջ 1350 դպրոցները մինչև այս էլ ապահովված են եղել ինտերնետ կապով, սակայն որոշ դեպքերում որակի հետ կապված խնդիրներ էին առաջանում։ Ինչպես են ընտրվել 100 դպրոցները, կրթական գերատեսչությունից նշում են։ Սկզբնական փուլում առաջարկեցին գյուղականային բնակավայրերը, որոնք հիմնական բարձրլեռնային կարող են լինել, որտեղ ինտերնետ կապի հասանելիության հետ կապված խնդիրներ կային։ Որից հետո որոշեցինք մի փոքր ավելի ընդլայնել շրջանակը եւ ընտրվել են այնպիսի դպրոցներ, որոնք իրենց կրթական ծրագրերում ունեն ինտերնետ կապի ավելի մեծ եւ որակյալ կապի հասանելիության կարիք։ Խոսքը օրինակ այն դպրոցների մասին է, որտեղ ուսումնասիրում են արհեստական բանականություն։ Հետևաբար այդ դպրոցներում ավելի ուժեղ կապի առկայությունը եւ նաեւ այլընտրանքի հնարավորությունը, որովհետեւ սա ոչ միայն կապի որակի հնարավորությունը, այլ նաեւ այլընտրանքի հնարավորությունը, եթե որևէ ինտերնետ կապ խափանվում է, մյուս տեսակի ինտերնետ կապը եթե խափանվում է։ Եվ հետևաբար կազմվել է դպրոցների այն ցանկը, որոնց որոշում է կայացվել, որ կտրամադրվի Starlink-ի միջոցով ինտերնետ հասանելիություն։ Դպրոցներում ինտերնետ հասանելիությունն անհրաժեշտ է լինում նաև օրինակ կրթական տարաբնույթ տեսանյութեր ցուցադրելու, ուսումնական լրացուցիչ նյութերը QR կոդերով բացելու, ինչպես նաև փաստաթղթավարության համար։ Միացյալ Նահանգների փոխնախագահ J.D. Vance-ի «Մեր երկիր» այցի ընթացքում կազմակերպվել էր Հայաստան-Միացյալ Նահանգներ տեխնոլոգիաների և նորարարության գագաթնաժողովը, որի շրջանակում SpaceX ընկերության ներկայացուցիչները հանդես էին եկել Հայաստանին Starlink արբանյակային ինտերնետ կապի տերմինալներ նվիրելու հայտարարությամբ։ Մեկ տարի շարունակ բոլոր այդ վերոնշյալ ուսումնական հաստատությունները անվճար ինտերնետային հասանելիություն են ունենալու Starlink-ի, ինչը կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարության, քաղաքականության առաջնահերթություններից մեկն է ապահովել արագ եւ որակյալ ինտերնետային կապի հասանելիություն բոլոր բնակավայրերում տեղակայված ուսումնական հաստատություններին։ Նախարարի խոսքով մասնավորապես թեմ ուղղություններով առարկաների համար որակյալ եւ արագ ինտերնետ կապի հասանելիությունը կենսական անհրաժեշտություն է։ Տեսական, կրթական, տարատեսակ ծրագրերից ավելի գործնական, ուրեմն կրթական ծրագրերի անցնելու հնարավորություն է ապահովում, ստեղծում է հնարավորություն արդեն ինժեներական լաբորատորիաները առավելագույնս կիրառելու, օգտագործելու հենց աշակերտների համար։ Սա նոր հնարավորություն է ստեղծում ոչ միայն լոկալ կրթական գործիքների հասանելիություն ունենալ, այլև գլոբալ տարատեսակ գործիքներից օգտվել։ Այսինքն այս իմաստով սա նամանավանդ տեխնոլոգիական, ինժեներական կրթության տեսանկյունից
կարևոր ներդրում է հենց հանրակրթական հաստատություններում։ Այսպիսով, ըստ նախարարի SpaceX ընկերության հետ գործակցությամբ, կառավարությունը լուծում է հանրապետության ցանկացած աշակերտի համար հավասար հնարավորություններ եւ պայմաններ ստեղծելու խնդիրը։ Լիանա Խաչատուրյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։